Հայաստանի Հանրապետությունում այս պահին երեկվանից սկսած։ Դա երևի թե Սամվել Կարապետյանի հետ կապված։ Դե բնականաբար։ Ես շատ հակիրճ ասեմ, ուրեմն հեծը Փաշինյանը հայտարարել է, որ ազգայնացնում է։ Այո։ Ես համակարծիք եմ իր գնահատականի հետ, որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստանի Հանրապետության կողմից չի ազգայնացվում, Թուրքիայի։ Այսինքն այդ հեծը արդեն բանակցություններ են գնացել, Ակչա էներգի կազմակերպությունը այդ հեծը շուտով գնելու է։ Ինչ էներգի? Թուրքական ընկերությունը։ Ակչա էներգի, այո, թուրքական։ Սա էլ բուն պատճառը այն կապիկության, որ երեկվանից Փաշինյանը բեմադրում է։ Անունը ազգայնացնում է, հետո պարզվում է, որ շատ պարտքեր ունի, հետո այդ պարտքերը պետությունը ենթադրենք չի կարող փակել, հետո տարբեր ընկերություններ են հայտ ներկայացնում եւ հաղթում է ենթադրենք թուրքական Ակչա էներգի ընկերությունը։ Այդպես եւ այդ բանակցությունները վարել է Փաշինյանի սրտի օլիգարխը։ Ո՞վ է Փաշինյանը։ Ես չգիտեմ, դա դուք կասեք, ով է իր թիմի մեկ սրտի օլիգարխ։ Խաչատուր Սուքիասյանը։ Այսօր էլ թևը մտած ընկած գնում էր։ Այսօր է Խաչատուր Սուքիասյանը կադր կա, ազգային ժողովում թևը մտած, sense կողքից որփի պես քայլում էր Նիկոլի կողքով, ինչ որ բաներ ասում, վերջում էս ձեռը տվեց ու գնաց։ Իսկ որտեղից եթե դեմ չեք այդ տեղեկությունը, ինչ որ տենց դուք ունեք ձեր բաները, հա։ Այսպես ասած բայրակթարները։ Սոցիալական ցանցում մի տելեգրամյան ալիք կա, բական լուրջ ալիք է, ֆոնդ ստրատեգիստской կուլտուրի, ինքն էլ տարածել, բայց ես էլ իմ աղբյուրներ ունեմ, ես այսպես ասենք, ոչ թե օդում կախված լուր, այլ մեծ հավանականությամբ պետայի այդ բանակցությունները շատ ավելի վաղուց են գնացել, ընդ որում Փաշինյանը խոստովանեց, որ մեկ ամիս առաջ ինքը կառավարությանը հանձնարարել էր, նայել թե ինչու մարդկանց հոսանքը գնում է պարբերաբար, ոնց են աշխատում հեծը եւ պատրաստ էր փաթեթ նաեւ իրավական հեծը ազգայնացնելու։ Այդ ընթացքում բանակցություններ ա գնացել։ Ավելին ասեմ, սպասեք երկրորդ մեր երկրի համար կարևոր պղնձամոլորբենային գեոպրոմայնինգ կոմբինատի Թուրքիային հանձնելը։ Դրա շուրջ եւս բանակցություններ են գնում Թուրքիայի հետ։ Այսինքն գլոբալ առումով ըստ այս տեղեկատվության կարանք ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազգայնացնում է, այլ վերցնում է, որ հեծը վերցնում է, որ դա թուրքերին։ Ու դա թուրքական պահանջների մաս է կազմում, ճիշտ եմ հասկանում։